Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Երկուստը կնկծվել է Հայաստանում գործընկերության շարունակական խորացման հարցում Հայաստանի եւ Կիպրոսի միջև գործակցության կարևորությունն ու հեռանկարները։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային հարցերի։ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ չնայած բոլոր դժվարություններին, Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին։ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները մայիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին։ Անիտա Դիմիտրիուն գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ քաղաքապետարանում իրականացվել է ապացուցողական եւ այլ վարույթային գործողություններ։ Արդյունքում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ, այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում նախաքննության շահերից ելնելով։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին, ստեղծելով կայուն եւ վստահելի բիզնես։ Միաժամանակ ՊԿ ներկայացրել է ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած հարկային իրավախախտումների, կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքները։ 50 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր։ 14 դեպքով կազմվել են ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ, 18 դեպքով արձանագրվել է լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու խախտումներ։ Մայիսի 16-ին Զվարթնոց օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Աթենք-Երևան չվերթ ինքնաթիռում իր ուսապարկից գողացել են 1250 եվրո։ Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդ։ Նա Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի բաժին։ Գողացված գումարը հայտնաբերվել է։ Ռուսական կողմը հարվածել է Ուկրաինայի տարածքին անօդաչու թռչող սարքերով։ Դնեպրոպետրովսկի եւ Սումիի մարզերում հրդեհներ են բռնկվել, Խերսոնում վիրավորվել է 2 մարդ, հայտնում են տեղի իշխանությունները։ Խերսոնում հարձակման է ենթարկվել ուղևորատար ավտոբուս։ Ուկրաինայի օդային ուժերի տվյալներով գիշերվա ընթացքում Ռուսաստանի բանակը Ուկրաինայի վրա արձակել է 108 անօդաչու սարք։ Իսրայելը պատրաստվում է ամբողջական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի նկատմամբ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Նրա խոսքով Գազայում մարտերը կատաղի բնույթ են կրում, սակայն իսրայելական բանակը մոտ է վերջնական խնդրի կատարմանը։ Անդրադառնալով մեղադրանքներին, թե Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայի բնակչությունը հայտնվել է զանգվածային սովի շեմին, Նեթանյահուն պնդել է, թե Համասի հանդեպ լիակատար հաղթանակը կփոխի այդ իրավիճակը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինան պատրաստ է հրադադարի, սակայն նրան ժամանակ է պետք, որպեսզի գնահատի այդ նպատակին հասնելու համար Կիևի ջանքերը։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան բավարար քայլեր է անում դրան հասնելու համար, Թրամփն ասել է, որ իրեն ժամանակ է պետք հետևություններ անելու համար։ Ավելի լավ է ձեզ ասեմ մոտ 2 շաբաթից, քանի որ չեմ կարող ասել այո կամ ոչ։ Կարծում եմ, որ Զելենսկին ուժեղ տղա է։ Նրա հետ գործ ունենալը հեշտ չէ, բայց ես կարծում եմ, որ նա ցանկանում է կանգ առնել։ Հուսով եմ, պատասխանն այն է, որ նա ցանկանում է լուծել այս խնդիրը, ասել է Թրամփը։